7500 ծառ 1.5 հեկտարում միայն առաջին փուլով։ Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակում Մեղրու տարածաշրջանի Արևիկ բնակավայրում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվում։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի նախաձեռնությամբ Կապալառու ընկերության շինարարների, ինժեներների, բնապահպանների մասնակցությամբ 3 փուլով ծառատունկ կիրականացվի, մեկնարկն արդեն իսկ տրված է։ Սա կարևոր ու մեծածավալ ծրագիր է, որը ճանապարհային դեպարտամենտի բնապահպանական կառավարման պլանային ծրագրերի ընդամենը մի մասն է, նշում է Ինեսա Զարգարյանը։ Հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման շրջանակում հատվում են ծառեր, մենք պարտավորված ենք նաև պահել մեր բնությունը եւ սա մի քայլ է, որով կարող ենք ինչ-որ մի մասը վերադարձնել բնությանը։ Սա շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մեկ դրսևորում է, որի պարագայում մենք ունենանք ավելի կանաչ, ավելի պահպանված, փոշուց պահպանված տարածք եւ նաև կկլանենք CO2-ը, որը շատ ակտուալ է եւ անհրաժեշտ է։ Մեղրիի Արևիկ բնակավայրի այս ամայի տարածքը համայնքն է տրամադրել 7500 պտղատու եւ դեկորատիվ ծառերը, որոնք ընտրվել են տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնելով, որոշ ժամանակ անց վեր կխոյանան տարիներ անց անտառի վերածվելով։ Արևիկը ընտրվել է որպես նախ հին հնատեղի, այստեղ բնակիչներ են եղել, բնակվել են ժամանակի ընթացքում, իսկ որպես ինչի է ընտրվել հենց Արևիկը, Արևիկը համարում է միջին գոտի, որտեղ ծառերը ավելի լավ են աճում, մենակ Արևիկը չի ընտրվել, Վարդանի ձորում ունենք մի քանի տեղ մենք հատկացրել ենք ծառուտունկի համար։ 2 տարի անց ծառերը մշտական պահպանության կհանձնվեն համայնքին։ Խաչատուր Անդրեասյանը ողջունում է ծրագիրը, հավելելով տնկիների խնամքը հեշտ չի լինի, բայց պատրաստ են ստանձնել այդ պատասխանատու գործը։ Գիտեք, որ Մեղրին ջրի խնդիր ունի, հիմնականում ռոկման հետ կապված հունիս, հուլիս, օգոստոս ամիսները ջրի լուրջ խնդիր ենք ունենում, բայց այսքան աշխատանքից հետո իհարկե ես էլ եւ մեր համայնքը պարտավորում ենք շարունակել հետագա խնամքը։ Փոսերի մինիմալ խորությունը պետք է լինի 50 սանտիմետր։ Ծառը տնկելուց առաջ, տեսնում եք, էտված է։ Ավելորդ ճյուղերը հեռացված է։ Անտառների երկարամյա փորձագետի ձեռքի տակով են նախանցնում մատղաշ տնկիները, նոր արդեն հողում ամրանում։ Մեծ մասը սովորական հացենիներ, դաշտային թխկիներ եւ կովկասյան տանձենիներ են։ Հետո դրանք այնքան բերք կտան, որ որպես կեր կծառային տարածաշրջանի կենդանիների ու թռչունների համար մնում է ճիշտ խնամել։ Առաջիկա 2 տարվա ընթացքում պետք է իրականացվի խաղաղ խրեցում եւ պարտադիր ջրում։ Առնվազն 8-9 տարի հետո արդեն ահագին ծառերը բարձրացած կլինեն, միջ շարային տարածքներում ճյուղերը արդեն համարյա համակցված կլինի։ Երկար ժամանակ է պետք։ Ծառը երեխայի պես մի բան է, պիտի խնամես, աճեցնես։ Ծառատունկի առաջին փուլը կավարտվի մոտ 10 օր հետո։ Հաջորդը կսկսվի համայնքի տրամադրած մեկ այլ տարածքում։ Մեղրին անտառային հատվածներով մի քիչ փոքր է, շատ քիչ ունենք անտառային ծածկ եւ այսօրվա այս ծառուտունկը մեծ կանաչապատում եմ ես համարում Մեղրիի համար ու սա կլինի շարունակական, իհարկե մենք ինչքան տեղ ունենք որպեսզի ծառուտունկ անցկացնելու, մենք կհատկացնենք, որ ունենանք հետագայում գեղեցիկ եւ հրաշք տարածք։ Միջոցառումը նաև շատ ակտուալ է, հաշվի առնելով, որ մենք 26 թվականին ընդունում ենք Հայաստանում կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովը եւ դա շատ լավ օրինակ կծառայի մնացած բոլոր կազմակերպություններին պատասխանատու վերաբերմունք ունենան բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։